Պարոն Ղուկասյան, երեկ վարչապետը Գյումրիում էր քաղաքացիական պայմանագրի, այսպես ասած, կալամիջոցառում եւ շեշտեց, թե Գյումրիում ընտրապայքարը ինչի համար է, ովքեր են, այսպես ասած, հայտարարագրվել մասնակցելու ընտրություններին, ասում են, որ $350 միլիոն գույքի հետ վերադարձի, այսպես ասած, կռիվն է, անուններ է տալիս, Սերժ, Միշիկ, Ռոբերտ, նաև ձեր անունն է մատնանշում, որպես ապօրինի գույք ունեցող, որ պիտի հետ վերադարձվի։ Արդյոք վերջի, այսպես ասած, ճակատամարտին եք պատրաստում, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը։ Ես չգիտեմ, այդ 350 միլիոնը բոլորի վրա է բաժանվում, թե մենակ ինձ համար է ասում, այդ չհասկացա, թե ինչ էր ասում։ Ճիշտ ասած, ես ընդհանրապես սուբորդինացիա պահող մարդ եմ եւ չի ուզում անդրադառնալ ու իջնել իր մակարդակին։ Երբ որ մեկը խոսում է իրենից տարիքով մեծ մարդկանց անուններ է տալիս ու Վարդանիկով է խոսում, մյուսներին չգիտեմ ինչ ձևով է խոսում, ես գտնում եմ, որ դա վարչապետին հարիր պահվածք չէ։ Ինքնակրթության նորից շատ խնդիր ունի դաստիարակության այդ անձնավորությունը, մեկ էլ հիմա ես ուզում եմ ասել, որ եթե մեկը հանձնել է ամբողջ Ղարաբաղը, Արցախ աշխարհը 14 թե 12,000 քառակուսի մետր, ամենաթանկ հայոց ազգի Գանձասարն է հանձնել, Դադիվանքն է հանձնել, Ամարասն է հանձնել, եւ այդ ամեն ինչից հետո ինքը կարող է որևիցե մեկին ինչ որ մի պիտակ կպցնել ու ասել, թե կամ ես կամ որևիցե մեկը, հենց կոնկրետ Քոչարյանը, Ռոբերտը, որ այդպիսի բաներ մեղադրանք առաջադրել, ու պրիտոմ ինքը ազդում է, այսօր բոլորս դատական պրոցեսների վրա ենք, մեջ ենք։ Եթե ինքը նմանատիպ արտահայտություն է անում, նշանակում է ինքը ստիպում է դատավորներին եւ մնացածին, որ բացասական որոշում կայացնեն, այսինքն եւս մի ոչ, ուրեմն դեմոկրատական ասեմ, քայլ, որ անում է դատաիրավական ոլորտի նկատմամբ մի անձնավորություն, որը ամբողջ երկիրը հանձնել է Թուրքին։ Դրա համար ով պետք է պատասխան տա։ Այսինքն այրում է բոլոր ուրեմն կամուրջները։ Այրում է ամեն ինչ։ Եվ եթե ասում է, այսպես շքախմբով եկե հասել է այստեղ, ամբողջ պետությունով կանգնած եք այդ տղայի հետևը, թիկունքին։ Նախկիններն էլ հետը, ասեմ ձեզ, այդ սուտ ասում է Միշիկը, Սերժը, որ այդ անունները տալիս է, դա սուտ է ասում, որովհետև իշքան ես զգում եմ նրանք են իրեն բերել եւ նրանք ֆինանսավորել են քեզ, քո հայկական ժամանակթերթը եւ ամեն ինչը, այդ բոլորը մենք գիտենք։ Հետո ինչքան գիտեմ այդ տեխնոպարգը, որ եկել է, այդ տեխնոպարգը ում է պատկանում։ Պատկանում է անհատին, թե պետությանը, գիտեմ, որ այդտեղից մարդկանց է պատկանում այդ տեխնոպարգը, մի քիչ ճշտում եմ ես հիմա, ուզում եմ ճշտել, որ Պաբս է կառուցել, գիտեք, մանկավարժական ինստիտուտը։ Հետո այդ կան զորքով հարձակվել եք իմ վրա։ Նախկին ու ներկայի ամբողջ այդ ձեր լծակներով, ձեր ֆինանսական պոտենցիալով, ձեր գրանցված հանցագործներով, ձեր մոտ, որ պետության հետ աշխատում են, համ այդ կյանքի մեջ են, համ ձեր մոտ են, այդ բոլորով հարձակվել եք։ Հիմա նորից ինչ եք չափը անցնում։ Քաղաքակիրթ ընտրություն արեք, տեսեք, թե դուք ինչքան հարկանք ունեք։ Ընդհանրապես հələ մի հատ ձեզ հետաքրքիր չէ, թե այսքան լծակներ օգտագործում եք։ Եվ հետո մի հոգի առանց լծակ, առանց ֆինանսական մեծ ռեսուրսների, առանց ինչ որ մի բանի, դուրս է եկե պայքարում է, տեսեք հələ ժողովուրդը այդ մարդուն հարկում է, թե չէ։ Հետո ձեզ համար շատ կարևոր է, որ դրանից հետո դուք դաստիարակվեք, այսինքն աշխատանքի առումով, մնացած առումներով, եւ շատ չեմ ուզում էլ ես իջնել այդ մակարդակի, շատ այդ մակարդակի իջնել, մի բան գիտեմ, որ հայրենիք հանձնողը խոսելու իրավունք չունի։ Միայն ինքը, եթե թասիբ ու նամուս ունենա, ինքը իրան պետք է խփի։ Ինքը իրան պետք է խփի, վերացնի իրան։ Նմանատիպ երկիր հանձնող մարդը երբեք ոչ միտեղ, ոչ մի հայի զավակի կողմից հարկանքի նա չի արժանանա։ Պարոն Ղուկասյան, տեսեք, չգիտեմ, ասում եք, ոնց որ մեսիջ լինի, դատավորներին, որ այո,
Այո։ Մտավախություն չունեք, որ գործընթացը ավելի կարագանանա եւ մինչեւ ընտրություններ ինչ որ չգիտեմ, կամավորինի գույք ցեզանից կբռնականցեն, որ այսպես ասած ցույց տան, որ դե լավ ասենք բռնականցեցին։ Իմ ինչս բան եղավ, որ ընդհանրապես գույք էլի։ Եկուց որ մահացանք այդ գույքը հետ ներսենք տանելու։ Մեր եկել ենք, մեր գնալու ենք։ Ես ենքան բան եմ կորցրել, ենքան բան եմ գտել, աշխատող տղեկ ենք։ Հետո խոմ Իրանով չէ, Իրանից հետո օրեր կան։ Մենք էլ գիտեք ինչ ենք, Նիկոլայ 4-րդի օրոք, Նիկոլայ 2-րդի, Նիկոլայ առաջինի, Ալեքսանդրի օրոք, մեր ազգ ու երամը տղամարդ է եղել։ Մենք բոլոր ժամանակներում լուրջ դերակատարություն ենք ունեցել։ Իմ թորները, իմ տղեկը, մյուսները, աղբերներս, բոլորը լուրջ մարդիկ են։ Կպահանջեն տասնապատիկ անգամ հետագայում առավել։ Եթե մի հատ օրենքից առաջ մի քայլ անի, որևիցե դատավոր, որևիցե դատախազ, մինչև վերջ պատասխան են տալու, որովհետև փոխվելու է։ Սովետական միությունը վերացավ։ Ես չգիտեմ, հələ պատկերացրեք այն գելու կազանները սաղ վերացան։ Դոտ իրանք էլ կանցնեն, խոմ էսպես չի մնա։ Մնում է միայն ընդհանրապես երկիրը ղեկավարում են ոչ թե ռեպրեսիաներով, ստախոսությամբ, այլ երկիրը ղեկավարում են սիրով։ Եթե սեր չկա, ուրեմն ոչ մի բան չկա։ Եվ այնքան սխալներ ու այնքան բաներ ունեն արած, որ ես ուղղակի մեղքում եմ այդքան բան։ Ես իրանց մեղքում եմ, հավատացեք։ Ես ընդուp չնայած դավաճանին աղոտել չարժի ընդուp։ Հուդան չփրկվեց։ Միայն այդ է, որ հավանական է փրկություն չունի։ Եվ մնացածներն էլ, ովքեր որ այդպես պաշտոնի ու փողի համար դավաճանին սարկում են այրուց ու մաքրամաքուր անձնավորություն, նրանք էլ են պատասխան տալու եւ Աստծո առաջ եւ ժողովրդի առաջ։ Ես օրինակ խորհուրդ կտայի, որ ինչքան շուտ հեռանաք, այնքան դուք կփրկվեք։ Մեղք եք, շատ երդասարդ եք, պաշտոնի համար չի կարելի գնալ կանգնել, ուրեմն վասակցությունեցու կողքին, մերուժան արձրունու կողքին։ Եվ դա արդեն դրա մասին քննարկման առարկա է, չէ, եթե որևիցե մեկը ուզենա արտարացնել, չի կարող արտարացնել, որովհետև ինչ որ հիմա կատարվում է, այդ բոլորը մենք տեսնում ենք։ Այդքան բան, ես կոռեկտության մեջ ինչքան կարողացա, իր կատարածի համար եմ ասում, ինչ որ ինք արել է, այդքան եմ ասում։ Տեսեք, մեկ մեզ ասում են, որ մենք ապտակով սնված տղա ենք, մենք ավելի մեծ կոռեկտ ենք պահում, քան թե իրենք, որ ասենք, չգիտեմ, որտեղից են բան եղել, ով է իրենց ուսուցիչներն ու մնացածները։ Ճակատամարտ, ինչու է այսպես թեժան։ Ես չգիտեմ, թե ինչ ճակատամարտի մասին է խոսքը, ես ճակատամարտից ընդհանրապես վերջին, իր համար հավանական է, որովհետև եթե այստեղ ինքը պարտվում է, ուրեմն ինքը ամեն ինչ կորցնում է։ Եվ դրա համար իրենք ամեն ինչի կարող է գնան, իսկ ես պատրաստ եմ, այնպեսի մարդու են հանդիպել, որ նրա Տերը Աստված է։ Մեկ է մի բան խորհուրդ կտամ։ Նայեք իմ ամբրած կյանքը ամբողջությամբ։ Ով ինձ վատություն է արել, Աստված իրենց պատժել է։ Բայց ես ուզում եմ, որ ոչ թե պատժի, այլ դարձի կաք, որ ինձ մոռանաք, որովհետև ես մեղքում եմ, ես գիտեմ ինչ պետք է լինի։ Հավատացեք, շատ բաներ կա, որ չեմ կարող ասել, որովհետև իրոք այդպես է, հիմա որ ասեմ, կարող է ուրիշ ձևի հնչի, բայց իրոք հավատացեք, ընդուp մարդիկ կային, որ իմ բաները ձեռքերը մահացել են, այսինքն որ ինձ անվստահություն հայտնեն անեն բան, չեմ ուզում դրա մասին խոսել, իմ Տերս Աստված է, ուրիշ ոչ մի բան չունեմ ասելու։ Ձեզ խաղաղություն եմ մաղթում, ձեր հոգիներին։ Եթե ինձ համար այդպիսի բան չասեիք, այս պահին ես չէի էլ անդրադառնա ձեզ, էլի ձեզանից է սկսվում, այդքան բան։ Թիրախում դուք եք, ոնց։ Բա ոնց, ելով պետք է, այդպես է։ Հիմի գիտեք ինչ, մի բան ասեմ ձեզ, ով չգիտի ում հետևը ով է կանգնած, ինչքան էլ փախնեն, ինչքան էլ ասեն դե մենք կապ չունենք, կամ էսենք, կամ ենք, ով չգիտի թե սրան ով է բերել։ Սրանց ով է բերել, ով չգիտի։ Բացեք նայեք ազգային ժողովի կուսակցություններին, թե ինչ էին ասում ՔՊ-ի նկատմամբ։ Ով կողմ քվեարկեց, ով բերեց, ինչ արեցին, ոնց արեցին, ով չգիտի։ Ինչքան էլ հիմա պահեն, էլ առաջվանը չէ։ Ժողովրդին այնքան եք հասունացրել, ինչքան սպես շախմատային խոդեր անեք, ինչքան ֆինդեր անեք Լևոնի Շտոյանի չի լինի։ Ֆակտն ալիցո։ Ամեն ինչ ժողովուրդը տեսնում է, հասկանում է արդեն։ Քաղաքականապես հասունացել է ժողովուրդը։ Այսինքն այդ իրենց հին նախկին թալանտը Այդ պատրվակի տակ եկան։
Այդ պատրվագի տակ եկան։ Այո, այդ հնի տակ ժողովուրդը այսպեսի խոսք ունի, պոլիպեդ էլ դնեին, կանցնեին, հասկացար, պոլիպեդ որ դնեին, կանցներ։ Հիմա այդ պատրվագի տակ, այսինքն նախկինից զզվելով ժողովուրդը դարձավ դեպի իրեն։ Հիմա իր կատարած գործունեությունը, այսքան մենք արուն թափեցինք, ամբողջ ազգով այսքան գումար հավաքվեց այդ Արցախի վրա դրվեց, այսքան երեխեքը գնացին զոհվեցին, այսքան բան եղավ։ Եթե պետք է տենց հեշտ ու հանգիստ ստորագրեիք, այս շուտ ստորագրեիք, այսքան երեխեքը հավի ցակեին, այս ծևի, այս մայրերին տեսնում ես աչքերը կուրացավ լալուց, մարդիկ հայրերը մահացան, մայրերը նույնությամբ, այս հեշտ ու հանգիստ էր, այսքան երեխուն բերել պահել 18 տարեկան, ջահել ջիվանես երեխեքին տարակ սրի քաշեցիք, այս ով պետք է սրա պատասխանը տա։ Ահեղ Դադաստան կա, հավատացեք, ես դրան հավատում եմ։ Մի րոպե չեմ կասկածում։ Ահեղ Դադաստան կա, մարդուց էլ չպատժվեք, Աստծո առաջ գեհենի խորխորատներում տանջվելու եք։ Պարոն Ղուկասյան, թեժացնելը, հա, ընտրապայքարը, դեռ այսպես ասած քարոզարշավ բուն, հա, 15-ից նոր մեկնարկում է, մինչև քարոզարշավ, այսպես թեժացնելը, ում է ծերն է դու ես, ինչի է թեժանում Գյումրիում մտնում։ Դե վախենում են, գիտեն, որ կրվեն դրա համար էլ հարձակվել են մեր վրա։ Իրանք գիտեն բան։ Հետո գիտեք ինչ, հիմա ես որ ընտրության գնամ, ասենք ես իմ տեխնացնս չեմ առաջադրել։ Պետք է գնամ ասեմ ում եմ ընտրելու, ով է սա, ինչ է արել։ Նա ով է, ինչ է արել։ Քսե սրա բանը աները լավ մարդ է։ Նրա պաբան հորոխբոր թորը բան էս կոմ։ Ինքը ով է։ Ինքը ինչ է արել քաղաքի համար։ Երբ որ ցույց տանի թե ինքը ինչ է արել ու օբյեկտիվ մարդը տեսնի, ոչ թե այսպես լալա լոլո կարտաբան, չէ, մարդիկ արդեն հասկանում են։ Պետք է հասկանա, սա գործ արել էս քաղաքի համար։ Եթե գործ արել է, լավ, հասկացանք, բայց եթե ասում եք, գիտեք, կգամ երկնքից աստղը գիջեցնեմ ձեզ համար։ Ենկան են եկել խապե, ես որ եկել եմ դարել եմ քաղաքական գործիչ, դրա համար եմ եկել, որովհետև ում պատգամավոր սարքեցինք, ում քաղաքապետ սարքեցինք այն ժամանակ, օգնեցինք, եկան փախան եւ վերջը ասեցի ես պիտի կամ, ոչ թե հիմա գլուխ եմ գովում ես, չէ, ինչ որ կա, ինչ ըստ հավատքիքում եղիցի քեզ եւ ասենք ինչ բրտես չանաղը դեն գուկա գդալ այդ գյումրեցի, քսեն ինչ օրեր ես քո դեմը պետք է Աստված բերե անպայման։